Առաջինը, որ ուզում եմ շեշտել, արհեստական բանականությունը ամենահասարակը, որը օգտագործում ենք ես, օգտագործում եմ դու, դա օրինակ ChatGPT-ն է, որտեղ կարողանում ենք մեր տեքստերի ինք ավելի լավ մշակի, ինչու՞ չէ նաև ռեֆերատներ գրի, լինում է նմանատիպ դեպքեր կուրսայիններ գրի, փորձի ցույց է տալիս, որ նմանատիպ դեպքեր էլ է եղել։ Օգտագործում ենք վիդեոներ գեներացնելու մեջ, օգտագործում ենք նկարներ գեներացնելու մեջ, ինքը ոնց է կատարում, մենք պրոստը թեման տալիս ենք ինչի վերաբերյալ ենք նկարում, ինքը գեներացնում է տալիս է մեծ։ Իհարկե դա օրիգինալին չի կարող փոխարինել, որովհետև օրիգինալը միշտ ամբողջ աշխարհում ավելի շատ է ընդունվում, բայց հիմա շատ են օգտագործում նմանատիպ ձևով վիդեոներ ու նկարներ, բայց արհեստական բանականությունը նաև օգտագործում է օրինակ կոդ գրելու մեջ, որտեղ դու կարող ես հանձնարարել, ինքը քեզանից ավելի արագ կոդը կգրի, ու արհեստական բանականությունը նմանատիպ մակերեսորային հարթակներում շատ է օգտագործվում, բայց մյուս վիդեոների ընթացքում կխոսենք ավելի խորը բժշկության մեջ, տիեզերքի մեջ, գործարաններում ոնց կարող է օգտագործվել, մեքենաների մեջ, իհարկե հիմա էլ կա մեքենաների մեջ, որ արհեստական բանականությունը օգտագործվում է, ինքը կարողանում է քո փոխարեն մեքենան վարել, ինքը կարողանում է քո փոխարեն տեսնել վթարայինը, թե վթարային չէ, այս կողմով գնալ, այն կողմով գնալ, բոլոր հավանական տարբերակներն ինքը կարողանում է վայրկյանների ընթացքում ուսումնասիրել, դա իհարկե ավելի արագ է, քան մարդկային գործոնը, որը կարող է ուսումնասիրել, հենց այդ պատճառով է, որ շատ են օգտագործում, օրինակ մեքենաների մեջ արհեստական բանականությունը։